Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ օրերից մի օր ուխտը իմացավ, որ կինը իրեն դավաճանում է, նա բացականչեց. «Վայ թքեմ իր այրեսին»։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Դուք գիտեք, որ այս օրերին 5-շաբթի երեկոյան ժամը 22:30 Armenian Evening հաղորդաշարը հյուրընկալում է շատ ճանաչված եւ սիրված մարդկանց եւ իհարկե մենք առանձնահատուկ հայկական երեկո ենք անցկացնում։ Այսօր նույնպես բացառություն չի լինելու, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, դուք այս պայն նստած դիտում եք Armenian Evening, իսկ մենք այս պայն ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Մեր նախագծի գործընկերն է Մոնտե Մարկետ խանութը, որը գտնվում է Նորթ Հոլիվուդում, այս հիասքանչ հրաշալի խանութը։ Խանութում կարող եք ձեռք բերել հայկական տեսականի ցանկացած, այսպես մեր հայկական համով տեսականին, իհարկե շատ թարմ մրգեր, բանջարեղեն եւ իհարկե խորոված ամպակաս է, այնպես որ Մոնտե Մարկետ համեցեք եւ իրոք այդ ամենը համտեսեք։ Հեռախոսահամարն է 818 855 1188։ Մոնտե Մարկետը գտնվում է Նորթ Հոլիվուդում, Վիկտորի Բուլվարդ փողոցում։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը։ Հրաշալի վայր, որտեղ դուք ոչ միայն հաճելի կարող եք ժամանակ անցկացնել, այլ նաեւ շատ օգտակար առողջության համար, որովհետեւ այստեղ կան տաք հանքային ջրերով լողավազաններ, որտեղ դուք ոչ միայն իհարկե լողավազանում հաճելի այսպես լավ այսպես ջրի մեջ կլինեք, այլ նաև տաք հանքային ջուր։ Անպայման օգտվեք այս ամենից, այս հնարավորությունից, Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, դա միայն իհարկե մի մասն է, ես որ ասում եմ տաք հանքային ջրեր, որովհետև այստեղ շատ եւ շատ հրաշալի կան վայրեր, մի խոսքով անպայման համտեսեք, ամեն ինչը շատ բարձրակարգ է, յուրահատուկ սպասարկում, բարձրակարգ սպասարկում, այդ ամենը նույնպես համեցեք եւ դուք ինքներդ կտեսնեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, վերադարձնել լիարժեք կյանքի, եթե կա նման խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն, ապա անպայման 911 Detox Center-ը կազմակերպությունն է, որը կօգնի ձեզ այդ հարցում։ Հեռախոսահամարն է 409 9000 Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Ֆրանսիացի որսորդ 81-ամյա մի ծերունի կանգնել է դատարանի առաջ։ Թոշակառույն դատարանի առաջ է կանգնել իրեն հոշոտել փորձող արջին սպանելու համար։ Այստեղ են ասում, ով հոշոթի, ով գնա սանատորիա։
Լոնդոնում մտադիր են օդանավականներից մոտակա քաղաքներ ուղևորափոխադրումներ կազմակերպել օդային տաքսիներով։ Լավ գաղափար է, բայց իհարկե անկախ ամեն ինչից այդ օդային տաքսիների վարորդները ասելու են. կարող է գիտեք սաղ կյանքներս օդային տաքսի են քշել։ Մենք գիտեք ինչ սամալյոտներ ենք օդ թռցրել։ Այսքան էին այսօրվա նորությունները, իսկ ընդամենը մի քանի վայրկյանի սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ժողովրդական երգիչ Գևորգ Չակմանյանը։ Գևորգ ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Արմեն ջան, բարի երեկո։ Գևորգ ջան, դե մենք այսպես իհարկե առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք մեր հաղորդման ընթացքում, արդեն ավանդույթ է դարձած եւ իհարկե շատ ուրախ եմ, որ իմ ընկերը անպայման որոշել է նոր նախագծերով, երբ նոր նախագծերը սպասվում անպայման հյուրընկալի մեզ եւ միասին այսպես անցկացնենք հայկական երեկո եւ խոսենք իհարկե այդ ամենի մասին։ Սիրով, սիրով։ Շնորհակալ եմ քեզ։ Ես եմ շնորհակալ։ Մի խոսքով ավանդույթները շարունակում են եւ այսօր մենք իհարկե կխոսենք մի նախագծի մասին, որը հրաշալի նախագծի մասին, որը լինելու է ապրիլի 10-ին, այո, ապրիլի 10-ին Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակին նվիրված մի հրաշալի երեկո է։ Գևորգ ջան, արի մի քիչ մանրամասնես, մի քիչ խոսած, իհարկե գաղափարը շատ լավն է, ընտիր գաղափար եւ արի մի քիչ ավելի մանրամասնենք եւ ծանոթացնենք մեր հեռուստադիտողներին։ Սիրով, նախ բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ գտնվում եմ մեր Արմենի հյուր, մեր շատ սիրված, լավագույն, մեր արդեն հարազատ դարձած ինձ համար ընկեր, դու եղբայրս եւ Էնել է ժամին, միտ 7-ից 7:30 ժողովուրդը գիտի, բայց այսօր եմ որ ասում եմ 10:30 մի տեղ կամ տեղերի մեջ են կամ չեն քնեի, որ տեսնեն, քնել չկա։ Ինձ թվում է իրանք կսպասեն ամեն դեպս մեզ դիտելու։ Այո, միանշանակ։ Այո։ Ուրեմն ապրիլի 10-ին Ալեքս թատրոնում է լինելու նվիրված մեր երջանկահիշատակ մեր Հայաստանի ժողովրդական արտիստուի հայ ժողովրդական գուսանական երգարվեստի անկրկնելի մեր Օֆելիա Համբարձումյանի հոբելյանական 100-ամյակը եւ այնքան ուրախ եմ, որ ես եմ կազմակերպում, ես ինչքան կկարողանամ ի պատիվ իրեն արած դրածին համեմատ ես պետքա այնպես անեմ մեր ժողովրդի հետ միասին, այսպիսի լավ հեռուստաընկերությունների հետ միասին, որից առաջին AMG-ի հեռուստակայանն է, դու Արմեն ջան, բոլորը իրենց լուման ունեն այդ օրվա համար։ Եվ որ ես խոսում էի Նյու Յորք իր աղջկայ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ։ Տաթևիկ Հովհաննիսյանը մի բան ասեց, որ երբեք մտքիցս դուրս չի գալի, ասեց Գևորգ ջան, Ազիզ ջան, այնքան ուրախ եմ, որ մամայի երեկոն հենց դու ես անում։ Որտեվ ես գիտեմ վերջի երկար ու ձիգ տարիների մամայի ամենասիրված աշակերտներից ես, հոտով այո, չեմ ուսանել Օֆելիա Համբարձումյանի մոտ, բայց ամեն անգամ իր տունը գնալուց այդ ինձ համար 100-ատ համալսարան էր, 100-ատ կոնսերվատորիա էր, որ Օֆելիա Համբարձումյանի երևույթի հետ նստած դու կարողանում ես խոսել, շփվել եւ ապրիլի 10-ին շատ մեծ երեկո է, երեկոյան ժամը 7-ին, բայց երեկոյան ժամը 6-ին Կարմիր գորգ Red Carpet է լինելու, որտեղ մեր ժողովուրդն էլ արդեն 6-ից մեր հանդիսատեսը հայրենակիցները կլինեն Ալեքս թատրոնի բակում, որպեսզի մասնակից երգիչները, արվեստագետները, պարախմբի մարդիկ, ովքեր մասնակցելու են սիրուն Կարմիր գորգով անցնեն եւ ժամը 7-ին սկսվի իրոք պաշտոնական, պաշտոնական համերգ, բայց հանդիպում զրույց այդ օրը, որտեղ այնպիսի զրույցներ ան եղել, այնպիսի համով հոտով զրույց ու հումորներ ա եղել Օֆելիա Համբարձումյանի հետ, որտեղ նայելով մարդիկ միշտ ասում են Օֆելիա Համբարձումյան մի քիչ բան էլի վեհ բնական է, բա վեհ պետք է լիներ, բա ինչ պետք է լիներ, բայց մոտիկից որ ծանոթ ես Արմեն ջան, հումորը կաներ sense կգցեր գետին հումորը դիմացինին այդ վիճակի անձնավորություններին։ Այո, դե սիրելի հեռուստադիտողներ, փաստորեն հիշում ենք ապրիլի 10 երեկոյան ժամը 7-ին Ալեքս թատրոն, անպայման ժամը 6-ից եկեք, որովհետև
այսպես միջև ժամը 7-ը զրույցներ, այսպես հանդիպումներ միմյանց հետ, կարմիր գորգով եւ այնուհետեւ ժամը 7-ին արդեն կլինի այդ հաճելի հանդիպումը, կարծում եմ յուրահատուկ շատ բան։ Ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել այս ամենի համար, որովհետեւ իրոք այս շատ կարևոր գաղափար է, որը դու կարողացել ես իրականացնել, դեռ պետք է իրականացնես, որովհետև իրոք Օֆելիա Համբարձումյանը դա լեգենդ է եւ անպայման իհարկե այս ամենը պետք է լիներ եւ քեզ շնորհակալություն այդ ամենի համար։ Սրտով Արմեն ջան, սրտով նման մարդու համար իհարկե հոգով ու սրտով արվում ամեն ինչ։ Գեորգ ջան, բայց տես, հիմա ես օրինակ նկատել եմ այս վերջերս, դու նաեւ շատ հաճախակի ամերներ ես կազմակերպում։ Հիմա ես մենակ մի մտավախություն ունեմ։ Կարող է մի օր մենք կորցնենք երկիչ Գևորգ Չակմանյանին եւ հաջողակ բիզնեսմեն դա ունենանք Գևորգ Չակմանյանին, թե չէ։ Այ ասկը լավ այդ բիզնեսմենը ասեցի, արդեն որ ասի կարող է կորցնենք, սիրտս վատացավ, քուխից չկտրվի։ Փոխհարաբերական եմ ասում։ Մենք ես չենք տողի որ դու կորես։ Մենք սկզբից որ լուրջ արդեն, ես ինչ ատել ասում։ Նայ բիզնեսը լի թե չլի, չգիտեմ, բայց ես երբեք ուզում եմ չգիտեմ ինչ բիզնեսը լի, որ օրը ես չերքեմ, չի լինի։ Դա չի լինի։ Ուզում ես չգիտեմ ինչ, չէ, չի կարալ։ Ես անգամ եթե անգամ բիզնեսի տեսանկյունից բիզնեսը լավ առաջ չգնա, միևնույն է պետք է երգել։ Իշպես մի հատ լավ կա ռուսերեն, my finance поют Ռոմանսի, ապրես։ Այսինքն նորմալ է պետք է այո, շատ երգելով այդ ամենին։ Իհարկե վերաբերվել, նույն իհարկե դա կատակ էր համենայն դեպս իհարկե Գևորգ ջան ապրես դու որ կարողանում ես իրոք եւ համատեղել այդ երգերը, քորաշալի երգերը, երգելը եւ իհարկե այս նախագծերը իրականացնելը։ Շատ կարևոր։ Շատ մերսի։ Ես իհարկե գիտեմ, որ քո իհարկե մենք շատ լավ գիտենք համագործակցությունը կանթեղ, հա, մեծահասակների։ Երգչախումբը լինելու է լինելու է։ Քիչ առաջ փորձը վերջացրեցի, ամեն ինչ շաբթի։ Մեր կենտրոնը որ կա, Տարեցների առողջապահական կենտրոնում, այդտեղ են փորձերն անում, այսօր վերջնական են որ ասում են գեներալի փորձեր, երգչախումբը Կանթեղ երգչախումբը երկու երգչախմբային երգով է հանդես գալու Գուսան Շահենի Զեփյուրի նման եւ առաջին անգամ, այսինքն առաջին անգամ չուզում է 1000 տարի անցնի, այս երգը որ երգելու են երգչախմբով, սա երբեք երգչախմբային երգ չի եղել։ Գուսան Շերամի մի բալայ է Էսիմյարը։ Երգել է Ռուբեն Էսիմյարը, թարարայրամ, թայր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 այ որ ով լսում ասում է, բայց Արաքսի Գյուլզադյանն է երգել, Ռուբեն Մաթեևը։ Հիմա դա երգչախմբով է հանդիսում։ Այո, այ մարդ։ Խորով երգչախմբով մեր մեծահասակների երգչախումբը պետք է այդ օրը երգի եւ բոլոր մեր արվեստագետ ընկերները ու շատ երիտասարդությունն է մասնակցելու։ Արի նաև այո, ասես նաև ովքեր են լինելու, բացի այսպես իհարկե դու ես եմ լինելու, իմ տղան է լինելու, Ասատուրն է լինելու, մեկ երգ կկատարի, բանը Եվա Եգանյան, Հայկուի Բաբախանյան, Գոհար Հովանիսյան, Էդգար Խաչատրյան, Պետրոս Պետրոսյան, էլի կար մեր Արմեն Դավթյանը եւ Զվարթնոց Պարային համույթը մեր Վարդան եւ Արմինե Աղաջանյանների ստեղծած խումբը, որ աղջիկների խումբը առաջին բացումն է լինելու, որ Բարելու են Օֆելիա Համբարձումյանի երկած ձայնագրության տակ Քարփի ծերին մորի այս գեղեցիկ երաժշտության ներքո Արմինեն ու Վարդանը գեղեցիկ կոմպոզիցիա են պատրաստել, այսինքն այդ օրը լրիվ ժողովրդական հնչողություն, ժողովրդական ուրախություն ա լինելու։ Այդ դու պատմում ես ու այնպես հիմա որ անգամից արդեն սպասում ես եւ երբ դա պետք է լինի, դու ընդամենը մի քանի օր է մնում, այնպես որ իհարկե շտապեք, եթե իհարկե տոմսեր կան անպայման ձեռք բերեք։ Տիկետ մեկ, այո, տոմսերը բնականաբար այդ տեղեկացնենք, տիկետ մեկից վերցնում եք տոմսերը գնում եք 265 008 265 0506։ Այո, բոլորդ էլ գիտեք այդ
տեղնա, թիքետներնա, եթե Կոզանյանի պլազայում Այո, գնացեք անպայման ձեռք բերեք տոմսերը, որպեսզի կարողանաք անպայման ներկա լինեք, ես կարծում եմ։ Եվ Արմեն ջան, գիտես ինչ եմ ասել, այսօր քիչ առաջ հաղորդմանս մեջ էլ ասեցի, որ այդ օրը ես խնդրել եմ, ցանկացել եմ մեր ժողովրդին իրենց հետ կան նաև պատանիների, իրենց թորնիկները, որտեղ ասենց երեկոն առաջինը Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակ արվեց Ամերիկայում։ Այո։ Հələ դեռ Երևանում Այո։ կարվի ինձ թվում է, դե բնականաբար հələ չարվի այ մարդ 100 տարին մեկ անգամ Դե համենայն դեպս բայց առաջինը արվեց այստեղ, այո։ Այո, արվելու է այստեղ եւ միշտ ասել են, որ թող գան երիտասարդությունը, թող գան մեր պատանիները, թող գան տեսնեն, վայելեն այդ օրը, որ ամբողջ իրոք ժողովրդական երկի հրավառություն։ Ես չեմ այդ բառը վախենալով ասում, իրոք որտեվ հնչելու է մեր ժողովրդական աշխուղական երկերը, թե մեծահասակ մեր վարպետների, թե մեր երիտասարդ խոստումնալից երկիչ երկչուհիների շուրթերից շատ կարևոր է։ Այո, եւ իրոք թող երիտասարդները, պատանները իմանան մենք ինչեր ենք ունեցել եւ ինչ ունենք, այսինքն այդ ամենը իրոք պետք է այդ ամենը ներկայացնել, որովհետեւ այսօրվա երիտասարդությունը այնուամենայնիվ այդ ամենից այո, ես գիտես այն վերջերս մի նյութ աչքովս ընկավ հարևան պետությունից բեմում։ Կարիք չկա որ պետությունն, հարևան պետությունը։ Ուրեմն երգում են։ Պետք է համերգը սկսվի, բայց գիտես ինչ բան եղա, բայց ինչու՞ չէ նաև մենք չենք անում դա։ Ուրեմն վերևից նկարն իջավ իրանց մեծագույն երկչի։ Մի հատ խոնարհվեց երկիչը, մեծագույն երկչի դիման նկարով։ Դահլիճը հելա ոտքի կանգնա, մի քանի րոպե հորտանք այս ծափարից, նկարը վերև գնաց ու համերգն սկսավ։ Հələ հարգանքը նայ էլի։ Այսպես բաներ կա որ Այո, պետք է այո, այդ ամենին իհարկե ուշադրություն դարձնենք։ Դու իրոք խոսեցիր պատանեկության, համ երիտասարդության մասին, ես նաև ուզում եմ անպայմանորեն, որ դու նաև իհարկե այսպես անմիջական մասնակցություն ունես այդ ամենի մեջ, խոսքս իհարկե Տարոն մանկական երգչախմբի մասն է, չէ՞, դեռ գործում է, չէ՞, խումբը։ Դե խումբը չի գործում։ Չէ, արդեն 35-37 տարեկան են երեխեքը։ Երեխեք են, երեխեք։ Կեսս տեսնում է մի օր ծննդյան տարեդարձեր մեր իմ աշակերտներից մեկը հանդիսավարա ասի արի Ազիզ ջան ասի երկու բերանք խոսած բան մեկ էլ մի հատ միկրոֆոնի մոտ կա մի հատ էլ իր մոտ է բա ժողովուրդ ջան այո այնքան ուրախ եմ ես որ այսօր գտնվում եմ մեր Գևորգի տարեդարձին Գևորգը այլ չդիմացա, ասի լսի։ Այդ ընկեր Գևորգը մնաց։ Ասի կարողա։ Վերջապես Գևորգ ջաջա։ Լսի, ասի կարողա դու մեծանում ես, ես փուճուրանում եմ, վայ ամբողջ դահլիճում ինչ է կատարում։ Ստեղ էլ կան իմ երեխեքից աշակերտներից իմ ամենալավ սերնդը։ Գևորգ ջան, բնականաբար ժողովրդական երգերը միշտ երգվելու են այսպես, միշտ անկախ ամեն ինչից, բայց այնուամենայնիվ պատկերացնենք մի իրավիճակ, որ բիզնեսն էլ է մի կողմ եւ երգելն է մի կողմ։ Այ Գևորգ Չակմանյանը ինչով կզբաղվեր այդ դեպքում։ Բիզնեսն էլ։ Բիզնեսն էլ, հա, բիզնեսն էլ։ Դե չեմ ուզում բիզնես, երգել չեմ ուզում, ոչ մի բան չեմ։ Ինչ չեմ ուզում։ Չէ, այմա ոչ մի բան չէ լի տես։ Բիզնեսը չէ ոնց երգը չերգեմ։ Նայ որ դուրս ես գալի, չէ Արմեն։ Կարող եմ մանեմ գալի։ Այդ մենակ որ դնդնոցն սկսում եմ քայլելուց իմ համար երգելը, այդ գիտես ամեն ինչ է ինձ համար։ Ես դա առանց երգից չեմ պատկերացնում։ Չգիտեմ, ու բոլորը համամիտ կլինեն արվեստագետները, երգիչ երգչուները, որ այս ասածով կհամաձայնվեն ինձ հետ, որ առանց դրա եթե իրոք սրտան սիրում ես, օրինակ մարդիկ կան ընդհանրապես նայում են ժամին, երգը 3 րոպե է, երգեն ավարտվի։ Ես չէ։ Այո։ Ես չէ, ախ իմ կարծիքն է, ես չէ։ Չգիտեմ մյուսները ոնց։ Գեորգ ջան, նայ, ժողովրդական երգերը իրենք իհարկե ժողովրդից եկածած երգեր են, այսինքն ինչպես են ստեղծում, ինչու եմ դա ասում, որովհետև տես, ես նկատել եմ պրակտիկա վերջերս
բոլոր ինչ որ նայ առիթների, հա, կարելի է ասել, ամեն մի առիթների համար ստեղծվել են երգեր, հա, ծնողներ, չգիտեմ, ընդ քավոր, մամա, պապա, քուր, եղբայր, աղբոր, տղա, մի խոսքով բոլոր առիթների համար, վերջերս նայ մարտի 8-ի համար երգ ստեղծվեց, չնայած միջև այդ կար, հիշում ես մի երգ մարտի 8, հիմա այդ երգերը կարելի է համարել ժողովրդական, թե ոչ։ Չէ, ինչի մասին խոսքը, չէ, ոնց կարելի է։ Այն ժամանակ գիտես, այդ սովետի Ես ինչու եմ ասում, որովհետև ամեն մի, հա, այդ երգերը ամեն մի առիթ է եւ այլն երգվում է։ Այսինքն ժողովուրդը լսում է այդ երգերը, դրա համար եմ ասում, բայց անումը չենք համարում։ Միանշանակ չէ եւ գիտես ինչ է ուզում ասել, որ այն ժամանակ խորհրդային միություն, սովետի ժամանակ մի քիչ այն որ ասում է շունչը բանը մեր վրա եկավ։ Այն ժամանակ ով կարար գցենք ամեն մեկ երգ գրողին կամ բան աշուղի կոչում տային կամ գուսանի կոչում տային ինձ Ռուբեն Մաթեոսյանն էր ասում Ասմայի Բալաջան գուսան լինելու համար պետքա գրողների միության անդամ լինեիր ժուրնալիստների միության անդամ լինեիր կոմպոզիտորների միության անդամ լինեիր նոր որ այդտեղ բաբա ճիշտ է ոնց կարելի է հիմա գցենք համարել աշուղ էս ինչ կամ գուսան էս ինչ բայց մեկ էլ տերում ես գուսան աշոտ ենք ունեցել գուսան շերամ ենք ունեցել գուսան հավասի գուսան շահեն ենք ունեցել դա իմ կարծիքն է ուղղակի որտեւ ու իրանց երգերը աշոտի, շահենի, շերամի հա կյանք ունի Այսինքն որոշակի առումով արժե զրկվում է, հա, եթե կարելի ասել։ Բնականաբար, դե հենա ինձ Ռուբեն Մաթեոսյանի խոսքն եմ ասում, որ գուսան լինելու համար ինչ պետքա ստադիաներ անցնել։ Այո, իսկ հիմա միանգամից, դե նույնն էլ ես քեզ ասեմ, նույնը եթե վերցնենք զուգահեռ անցկացնենք, նույնը տեղի ունենում ինչու ոչ նաև մեր դաշտում, հա, եթե կարելի ասել, հեռուստատետրային դաշտում, կինոդաշտում, երբ որ ամեն մեկը ինչ որ որոշակի առումով, հա, մի փոքրիկ էսպես երևա, իրան արդեն կոչում է վաստակավոր, դերասան եւ այլ։ Դե թող կոչի, դե մենք դրա ուշադրություն չենք դարձնում։ Թող կոչի։ Գեորգ ջան, միջև անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 10-ին Երեկոյան ժամը 7-ին Ալեքս թատրոն Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակի նվիրված հրաշալի երեկո, անպայման ներկա եղեք, բայց ժամը 6-ից երկա եղեք, ոչ թե 7-ից։ Մենք մի քիչ սիրում ենք մեր հայրս ուշանանք, որ ժամը 7-ին կանչում են, մի ժամը 9-ին են գալիս։ Մի ժամը 9-ին են գալիս, ես նոր հիշեցի, որ մի առիթ էր, ժամը 7-ին հավաքվել էին, սպասում էին բոլորը եւ հյուրերը եկան ժամը 9-ին։ 2 ժամ հետո, հա Չանեք այտենց բան, որովհետև եթե 7-ին սկսում է 6-ին չգաք, գաք օրինակ ժամը 9-ին, արդեն կտեսնեք, որ ժողովուրդը հետ դուրս է գալիս, կասեք լավ անցավ, կասեն հա շատ լավ էր ու դες կգնաք տներով։ Հիմա պատկերացնենք Գեորգ ջան, մի իրավիճակ եմ ուզում պատկերացնել։ Ալեքս թատրոն, որը գտնվում է Բրանդի վրա, դե իհարկե հիմա պատկերացրու այսպես անցնում ենք այդ փողոցով, դե Տոմսը նաև այնտեղից եթե գնում ենք փոքրիկ պատուհաններ կան։ Այդտեղ մի հատ ասենց բուտկա բան պատուհաններով տեղ է։ Այո, պատուհաններով տեղ է։ Եվ հիմա ես եմ օրինակ անցնում եմ, ուզում եմ Տոմս գնել, գնում եմ մոտենում եմ պատուհանին, մեկ էլ տեսնում եմ պատուհանում մարդ չկա։ Մեկ էլ տեսնում եմ այնտեղ մեկը կա, ես այսպես դուրը բանը այդ պատուհանը ասես թքացնում եմ, ասում եմ մի հատ բաց արա պատուհանդ։ Եվ հիմա այդ իրավիճակից ելնելով Էս որտե էս ուր եկա, ես եկա այսպես որպեսի մի հատ լավ մի ժողովրդական երբ պատուհանը բացարեին Արմենը որտեղից էլ նա է ինչ անում է մենակ դուս ես եկա դուր պատուհանը խփեցի ու ներսնել մարդ կա ասում է պատուհանդ բացարա պատուհանդ բացես բայց այդ ժամանակ արդեն Տոմս պետք է գնես ոչ թե այո անպայման Իհարկե այստեղ ուրիշ հարց էլ կա, երբ որ ասում եմ պատուհանը բացարա, այդ բացողը բացում է մեջը, ասում է what, ինքը չի հասկանում հայերեն, բայց մենք միևնույն է մեր ժողովրդական գեղեցիկ երգը հիմա կհնչի մեր եթերում, Գեորգ Թագմանյանի կատարմամբ, պատուհանը բացարա երգ, որը սիրված է, որը առանց բառեր իմանալու միևնույն է
յուրաքանչյուր ազգ իհարկե կարող է հասկանալ, որովհետև գեղեցկությունը իհարկե երգի բառերի մեջ է եւ իհարկե Գևորգի կատարման։ Խնդրեմ, Սիրով։ պատուհանդ բացարա։ Այ ուղին մի քիչ շանսը Ջան Արդեն խմում է Լուսնյակ գիշեր, զով գիշեր, ձեր դռնով եմ անցնում ես, էդ իմ մաքուր աչքերով, պատուհանի դեմ նայում, պատուհանդ բացարա, մարմար մարմինը տեսնեմ, Արտասուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ Պատուհանդ բացարա մարմար մարմինդ տեսնեմ Արտասուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ Այնինչ մայրը քեզ բերեն, օրորոցում փայ-փայեն, Հայաստանի դու զավակ, պարտեզում բացված ալվատ, պատուհանդ բացա, մարմար մարմինդ տեսնեմ, արտասուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ պատուհանդ բացարա մարմար մարմինդ տեսնեմ ծուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ Լուսնյակ գիշեր, զով գիշեր, ձեր դռնով եմ անցնում ես, էդ իմ մաքուր աչքերով, պատուհանի դեմ նայում, պատուհանը բացարա, մարմար մարմինը տեսնեմ, արտասուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ պատուհանդ բացարա մարմար մարմինդ տեսնեմ արտասուքով լիլացված սև աչքերիդ մերնեմ Հրաշալի, Գեորգ ջան, շնորհակալ եմ անչափ քեզ, իրոք հրաշալի երգ, պատուհանը, բայց այստեղ մարմինը չէ, այստեղ մարմար տոմսը տեսնեմ, մարմար տոմսը տեսնի Սիրով թող մեր ժողովուրդը կան, իրոք այդ օրը վայել կստանանք, ես էլ ինձնից չէր, ես անգամ մի քիչ ուշացավ իմ համերգը, թե չէ ես շուշուտ եմ համերգ տալի ասել, քիչ դա տարին չի անցել, բայց դե ոչինչ, հիմա թող այդպես լինի։ Կարևորը այսպես շատ այս 100-ամյակ Օֆելիա Համբարձումյանի նվիրված այս հրաշալի երեկոն իհարկե առանձնահատուկ է եւ անպայման մի խոսքով ապրիլի 10-ին բոլորը ականատես կլինեն։ Գեորգ ջան, անցնենք մեր հաղորդման հաջորդ էջին, գիտես արդեն քաչ ծանոթ ես, որ մենք հիմա 3 հատ երգ ենք լսելու։ Պետք է այդ կա։ Այո, իհարկե այդ կա։ Այսօր բա ձեն չանիր, բան չասես, Դե դա անակնկալ է սպասում քեզ, որովհետև հիմա մենք խոսեցինք իհարկե լավ թեմաների մասին, հիմա մի քիչ վատ թեմաների ավելի պատրաստ ենք։ Դե բայց քո մոտ լավ ստացվում է։ Դու հաղթել ես, չէ՞, մի անգամ հաղթել եմ, մի անգամ հաղթել ես, մի անգամ պարտվել ես։ Հա։ Հիմա կտեսնենք, հիմա ոնց կլինի, կհաղթես թե կպարտ։ Բայց ինչ ես ընտրել։ Չէ, շատ նորմալ, շատ նրբանակալ։ Խոսափողը կարող ես դնել, առայժմ դա մեզ պետք չէ։
Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Գևորգ Չակմանյանի հետ մեր հաղորդման հաջորդ էջին ենք անցնում, այն է լսելու ենք 3 երգի հատված եւ միասին իհարկե Գևորգի հետ կփորձենք ծիծաղում մի բան արել, հա։ Գևորգը sense շատ sense նախմալ, որտեղ գիտի ինչ երգեր են լինելու։ Բայց ամեն ինչ կազմած շատ լավ կստացվի, ես ավելի քան համոզված եմ, պատրաստ ենք։ Պատրաստ է գնանք, ճարս ինչ։ Խնդրեմ, առաջին երգի հատվածը միասին լսում ենք։ Հասկացի ես եւ դու չենք, փսակվելու, հասկացի ես եւ դու չենք միանալու, հասկացի ես եւ դու չենք պաչպչվելու, եւ հասկացի ես եւ դու չենք լկստվելու։ Ես առաջարկում եմ ընտրենք լկստվելու։ Ինչու՞։ Որովհետեւ լկստվելու ամեն ինչ մեջը կա, եւ փսակվելը, եւ միանալը, եւ պաչպչվելը։ Էլ չենք խոսում ուրիշ բաների մասին։ Լկստվելը կարելի է խոսալ, հա։ Լկստվել, հա, մեղայ Աստծո։ Չէ, դե դու պետք է ընտրես, ես չեմ առաջարկում։ Հələ նայեք ժողովուրդ ջան, նոր ընդամենը 1 րոպե առաջ ինչ էի երգում ես, է։ Այո, տեսնում ես, չէ՞ տարբերություն, այսինքն տեսակ ինչ եղավ։ Այո։ Ախր ձեն չանեք։ Դե այստեղ գիտես ինչն է, այստեղ գալիս է պատուհանը բացարա, պատուհանը բացարեց մտավ ներս պատուհանից ու հիմա հասկացի ես եւ դու չենք գնաց արդեն պատմի։ Մի հատ էլ ուրեմն հասկացի ես եւ դու չենք փսակվելու, չենք միանալու, չենք պաչպչվելու եւ չենք լկստվելու։ Երևի սկսեմ առաջի տարբերակը Փսակվելու։ Չէ, միանալու։ Միանալու երկրորդ տարբերակն է։ Ահա։ Գիտես, այստեղ կարելի է օրինակ վերացական պատկերացնել, որ ոչ թե մարդը, այլ սոսինց։ Սոսինցը գալիս է, ասում է, հավատա ես եւ դու չենք միանալու։ Էլի կարող է լինի, որովհետեւ ինքը չորացել է սոսինցը։ Չէ, միանալու։ Միանալու։ Երկրորդն եմ։ Պաչպչվելու չէ։ Չէ։ Ինչու՞։ Դե չէ, դες ափաշկարա ինչ պետք է անեն։ Դե պաչպչվելուց է սկսում ամեն ինչը։ Դե կարա որ չմիանան, ոչ են կլինի, ոչ էլ լկստվելը կլինի։ Միանգամից փսակվեն։ Հա բա։ Առանց լկստվելու, առանց պաչպչվելու, առանց միանալու միանգամից փսակվեն։ Չէ, առանց միանալու։ Առանց միանալու միանգամից ամեն ինչ ինչ կարող է ճիշտ։ Դե բայց որ փսակվեն, այդտեղ արդեն լկստվելը դուրս է գալի մեջտեղից, մենակ պաչպչվելն է մնում։ Այդ որն է որ ասում առանց միանալու չեմ կարող։ Միանալուն ես ասում։ Հա, այդ եմ ուզում։ Հասկացի ես եւ դու չենք միանալու, այս տարբերակը ընտրեց Գևորգը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կլսենք եւ կանցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Ես ասում եմ Տեսավ, Այո։ տեսավ, Գևորգը պարզապես շշացրեց։ Այո, մեռնում եմ շշացնելու համար։ 1-0 առայժմ հաղթում են եւ կարծում մեր հեռուստադիտողները նույնպես հաղթում են, որովհետեւ մեր հեռուստադիտողները շատ կարողանում են ճիշտ գուշակել։ Հա, բա։ Այո։ Շատ ստացվում է։ Իդեպ գիտես ինչ է նկատել եմ, դա բոլորի մոտ է կարծես, երբ որ դու հեռուստացույցից այս կողմ որևէ մի խաղին մասնակցում ես, տարբեր տեսակի, հա, եւ դու միանգամից բոլորը ճիշտ գուշակում ես, բայց երբ որ գալիս ես անմիջապես հենց տաղավարում ես խաղում, միանգամից մոռանում ես, հա։ Ես օրինակ ինձ հետ շատ է պատահել, այդպես ասեմ։ Դրա համար ես կարող եմ կարծում եւ բոլորի մոտ է այդպես։ Բայց Գևորգի մոտ ստացվում է, որովհետեւ ինքը նենցել էր հաղթում, սենց էլ հաղթում, հələ որ 1-0։ Հələ 1-0։ Հիմա երկրորդ երգը լսենք, խնդրեմ։ Երբ գալիս ես թափում կողմովս հոնին քո սիրով բույով են ասում Դեկացմի հեղանա, որ քեզ մոտենամ Սիրահար իմ սիրտը քո առաջվամ Ես ջահել տղա եմ եւ տեսքիտ եմ կարոտ Ես ջահել տղա եմ, քեզ եմ ես կարոտ
Ես ջահել տղա եմ, լայքիտ եմ կարոտ։ Այսօր շատ ընդունված բան է։ Որովհետև լայքի համար ինչեր ասես որ չեն անում մարդիկ այսօր։ Ես ջահել տղա եմ, մազերիդ կարոտ։ Մազերիդ ինքը գիտես կա որ գնում են, չէ՞, մազեր են գնում։ Հա։ Ինքը երևի, այսինքն ունի որևէ ընկերություն, որը գնում է մազեր եւ մազերին կարոտ են։ Նայ, նման ուրիշ երգեր օրինակ որ լսել եմ, այս տիպի կամ երբ որ ջահել տղա է։ Ջահել տղա է։ Այո։ Ես կնախընտրեմ առաջին տարբերակը տեսքիտ եմ կարոտ։ Ահա, այսինքն քեզ եմ ես կարոտ ոչ։ Դե հիմա տեսքիտ եմ կարոտ, քեզ եմ ես կարոտ։ Դե տեսքիտ ես տես, ինքը եթե արի մի քիչ տրամաբանորեն այն, ես ջահել տղա եմ, ասում եմ տեսքիտ եմ կարոտ, հա, հասկացանք, տեսքդ, վիզուալ։ Okay։ Ես 90, 60, 90 արեց ես։ Հա։ Հիմա ես ջահել տղա եմ, քեզ եմ ես կարոտ, ավելի ամբողջական է կարոտ։ Բան չասեցի, բայց տեքստայինով, երկչական բանով ես կնախընտրեմ տեսքիտ եմ։ Ես իհարկե չեմ քեզ բայց այստեղ նաև ունենք լայքիտ եմ կարոտ։ Լայքիտ։ Լայք։ Որ լայք են անում։ Հա, որ ասում եմ մի հատ խնդրում եմ մեծացրեք եւ լայքեք։ Լայք արեք։ Այո, մեծացրեք եւ լայքեք, դա շատ ընդունված բան է։ Խոսքը նկարի մասին է։ Հա։ Թող սխալ լինեմ, բայց տեսքիտ եմ կարոտ։ Տեսքիտ եմ ես կարոտ, այսինքն քեզ եմ ես կարոտ, միևնույն է չես ընդունում։ Չէ։ Տեսքին, ես այնքան ա եղել, որ նման բառը միշտ երգեր եղել են, այդ տեսքիտ բառը շատ է օգտագործվել։ Ինձ թվում է սա նաև այդ պահն է հենց։ Այսինքն երգերի մեջ սովորաբար միայն տեսքին են կարոտ, այլ ոչ թե ներքին աշխարհի այդ դե որ տեսքին կարոտը լինի, արդեն ամեն ինչին էլ կարոտ կլինի։ Դե լավ քշերով չէ, որ տեսքին կարոտ լինի, ինքը կարող է տեղ չհասնի ներքին, այդ դրա համար եմ ասում, որովհետև դրանով կարող է եզրափակվի ամենը։ Համի ես սա եմ ընդունում։ Էլ մի սկսի ալիքները մի խաղ։ Ես ջահել տղա եմ, տեսքիտ եմ կարոտ, այս տարբերակ ընտրեց Գևորգը, լսենք ճիշտ տարբերակը եւ արդեն անցնենք վերջին երրորդ երգի հատվածին։ Խնդրեմ։ Երբ գալիս ես հատում կողմս ասում, իմ հոգին քո սիրով գույնով է լացում, դեկացնի հետանա, որ քեզ մոտենամ, սիրահար իմ սիրտը քո առաջվան, ես ջահել տղա եմ, տեսքիտ եմ կարոտ։ Գևորգը արդեն իսկ հաղթեց։ Այն երրորդն էլ իլի չլի, բայց էլի արդեն հաղթել է։ Հաղթածը, որտեվ տես ասում եմ երգեր կան, որ միշտ այդ տեսք բառը դրա համար ես հիմնվեցի տեսքիտի վրա։ Այո։ Բրավո։ Տեսա, հա, ուզում էր Արմենը սենց այդ Դիլիջանի պավարոտներով խոսես Դիլիջան։ Եվ երրորդ երգենք հիմա լսելու, որպեսզի տեսնենք դու կհաղթես 3-0, թե 2-1, բայց արդեն հաղթել ես։ Այսինքն ստացվում է, որ մեր շփման, մեր հաղորդումների ընթացքում 2 անգամ հաղթել ես, 1 անգամ պարտվել եմ։ Արդեն հաղթել ես։ Այո։ Խնդրեմ երրորդ երգի հատվածը, այո։ Ինչ ես ընտրել դու։ Չէ, շատ տրամաբանական, շատ հեշտ է։ Հեսա, մի կլսենք։ Լավապերնեմ, թող շենարա ու ծաղկի խոչավ ներածել, ստացես միշտ պաղապաղ ուրել որ լինեք, ծանգանում եք ամենտեղ կյանքը վայելեք, ծանգանում եք ամենտեղ կյանքը վայելեք։ Ցանկանում ենք ամենտեղ կյանքը վայելեք, աշխարհում ապրող հայեր, ահա, Գլենդերի մեր լավ հայեր, Մոսկվա քաղաքի հայեր եւ Երևանի մեր հնդիկներ։ Ցանկանում ենք ամենտեղ կյանքը վայելեք, աշխարհում ապրող հայեր, Գլենդելի մեր լավ հայեր, Մոսկվա քաղաքի հայեր եւ Երևանի մեր հնդիկներ։ Ես առաջարկում եմ իհարկե բնականաբար հնդիկները։ Հնդիկները։ Այո։ Ես առաջարկում եմ, Լավ։ որտեղ մտքով արդեն որ անալիզ արեցի արդեն իմ մեջ բառայինով, տեքստայինով առաջի տարբերակը աշխարհում ապրող հայեր, աշխարհում ապրող։ Աշխարհում ապրող հայեր դու Սաղի մեջ մտնում է, Գլենդելն էլ է մտնում, Մոսկվան էլ է մտնում, հնդիկներն էլ են մտնում։ Աշխարհում ապրող հայեր եւ հնդիկները մտնում են դրա մեջ։ Դեինա, լավ հայեր են խոսում են։ Այո, լավ հայեր են խոսում են, հայեր են երգում են, գործ են անում, աշխատանք են լավ անում, ֆիլմեր են նկարում։ Բա մեր նման ֆիլմեր են նկարում այտենց Տաստած սխալված չլինեմ, բայց
Արմեն ջան, առաջին տարբերակ։ Գիտես, բայց իհարկե ես չեմ կընտրես դու քո տարբերակ աշխարհում ապրող հայեր, բայց դե հասկանում ես, օրինակ հաղորդումից հետո նա բազմություն հայերը այսպես լիք ասեն, բա Գլենդելի լավ հայերը թողեցիր, ինչի աշխարհում ապրում։ Այնմա Գլենդելի լավ հայերը առանձին ենք թողում։ Առանձին, Առանձին միավոր են, բա ոնց մերոնք։ Ամբողջ Գլենդելի հայերին են Մոսկվա ապրող հայերը։ Մոսկվային էլ կողք, էլի, բայց աշխարհի հայերը լրիվ ընդգրկում է թե Գլենդելը, թե Մոսկվան, վերջապես աշխարհում ապրող հայեր։ Ես այդ տարբերակը կծեմ։ Չէ, ես բան չունեմ ասել, Հիմա կլսենք տենանք ինչ ասում։ Բայց այնուամենայնիվ արի երկիչը։ Երևանի մեր հնդիկներն էլ չմոռանանք, որովհետև իրոք իրենք շատ են։ Դե բան չունեմ։ Իրանք ինձ թվում է ավելի շատ են, քան Գլենդելի հայերը եւ Մոսկվայի։ Չէ, անար Գլենդելի հայերը շատ են։ Գլենդելի հայերը շատ են։ Մոսկվայինն էլ, երկուսն էլ շատ են։ Բայց ընտրում եմ ամբողջ աշխարհի հայեր։ Ցանկանում ենք ամենտեղ կյանքը վայելեք աշխարհում ապրող հայեր, այս տարբերակը ընտրեց Գևորգը արդեն իսկ հաղթել է, դրա համար երրորդ տարբերակը այնուամենայնիվ պարզապես լսենք ճիշտ տարբերակը։ Խնդրեմ։ Ինավախվեներ, թող շենանա ու ծաղկի ոչախները ձեր, ստացված ես միշտ պահապան, ունել որ լինեք, ցանկանում եք ամենտեղ կյանքը վայելեք, ցանկանում եք ամենտեղ կյանքը վայելեք, Մոսկվա քաղաքի հայեր, Մոսկվա բան չասի ախպեր Այդ ջան։ միավորի մասին է։ Այդ Մոսկվա։ Այս հատուկ ուրեմն Մոսկվայի մեր հայ ընկերների տղերքի համար է։ Դες ընդհանուր լոջիկ վերցնելով աշխարհի հայեր ես գնացի։ Դու հաղթել ես։ Բա ինչ եմ արել։ Անենց երկերեք դնեմ հենց որ չհաղթի, էլի հաղթել էի։ Այո։ Բայց հիմա փաստով հաղթել եմ։ Շատ լավ։ Գևորգը հաղթեց, բրավո Գևորգ ջան, եւ արի ինչ իհարկե մեր հաղորդման ավարտը եւս մեկ անգամ խոսենք համերգի մասին, իսկ ես մի հարց ունեմ, խոսենք այս համերգ հետո կա շարունակություն, գուցե ոչ միայն հայ այստեղ Գլենդելում, այլ այս միջոցառումը այլ քաղաքներում նույնպես։ Եթե ես գործերից սա կախված, եթե ես մեկնեմ Հայաստան, Հայաստանում բնականաբար մեծ դահլիճում Արամ Խաչատրյան, արդեն ես Երևանյան ձևով մեր անպայմանա նշվելու։ Թեկուզ եթե նշեն, ես էլ առանձին որպես Գևորգ Օֆելիա Համբարձումյանի հարազատ մտերիմ բարեկամ, թագուհի մարդ է։ Այո, համամիտ եմ։ Սիրով ես պետք է անեմ այդ գործը։ Բայց հիմա համենայն դեպս սիրելի հեռուստադիտողներ, ահա տեսնում եք դուք, տեսնում եք Օֆելիա Համբարձումյան 100-ամյակ անպայման ապրիլի 10-ին երեկոյան ժամը 7-ին, բայց ժամը 6-ից եկեք, որովհետև Կարմիր գորգ է լինելու եւ ժամը Կարմիր գորգով, այսպես անմիջապես մինչ ժամը 7-ը մինչ համերգի սկիզբը իհարկե զրույցներ, այսպես կհանդիպեք մեկը մյուսին, խոսեք, կզրուցեք եւ արդեն ժամը 7-ին պաշտոնապես համերգը կմեկնարկի ապրիլի 10 երեկոյան 7 Ալեքս թատրոնում եւ տոմսերը կարող եք ձեռք բերել Ticket Mickey-ից, հեռախոսահամարն է 818 265 0506։ Շատ քիչ տոմսեր են մնում, դրա համար արագացրեք, չգիտեմ։ Արմեն ջան, կարան on-line էլ Ticket Mickey խփեն, դրեմ։ Online, ճիշտ է։ Եթե այսօր մեր մեծահասակներն էլ տատիկ պապիկներին TV-ով ասեցի, թորներին կամ այսօր 5-10 տարեկան երեխեքը այնց մտնեն ticketmickey.com Եվ on-line այո, պետք չէ գնալ հասնեք գնեք տոմսը, կարող եք on-line գնել Ticket Mickey-ից։ Ապրիլի 10 գրված Օֆելիա Համբարձումյան մտնեք այդտեղ դուք կարող եք սիրելի ժողովուրդ ջան վերցնել ձեր տոմսակը։ Այո, եւ կարծում եմ իրոք սա մի նախագիծ է, մի համերգ է, որը յուրաքանչյուր մարդ իհարկե պատիվ է ներկա գտնվել եւ իհարկե կարծում եմ անպայման ցանկությունը շատ մեծ է, որովհետեւ այդ Օֆելիա Համբարձումյան ինչ արել է իր արվեստը, իր մշակույթը, դա իհարկե անմոռանալի է։ Պատմություն եւ դպրոց։ Մեր նման երգիչների համար այնքան բան ունենք հələ դեռ սովորելու, իր երգերը լսելով, Ռուբեն Մաթեոսյանի երգերը լսելով, Հովանես Բադալյանի երգերը լսելով, մեր մյուս մեծերի երգերը լսելով, հա սովորելու բան ունենք Արմեն ջան։ Եվ Գևորգ ջան, մեր հաղորդման ավարտին իհարկե լսելով ավելի քան համոզված եմ մեր հաղորդումը դիտելով, լսելով այս համերգի մասին, շատ շատերը իհարկե հիմա
հաղորդումից հետո չի ասի, որովհետև երեկոյի առավոտյան արդեն ճանապարհներով կգան, որպեսի գնեն տոմսեր։ Ճամփեքով տարբեր, սարի ճամփով, չգիտեմ որ ճամփեքով, Սարի, հա դե Գլենդելի սարի։ Գլենդելի սարի ճամփով կգան տոմսերը գնելով եւ բնականաբար մենք իհարկե քեզ կխնդրենք, որպեսի մեր այսօրվա հաղորդումը եւս մի հրաշալի երգով ավարտենք սարի ճամփով, եւս մեկ ժողովրդական երգ եւ կարծում եմ եւս մեր ժողովրդական երգերը բոլորը իհարկե անզուգական, անմոռանալի եւ բոլորը շատ գեղեցիկ են եւ եւս մի գեղեցիկ երգ Գևորգի կատարմամբ մենք կլսենք։ Գևորգ ջան, ես կխնդրեմ դու պատրաստվես ընդհանրապես 1-2 րոպե։ Միկրոֆոնը Կարմիրը Այո, միացրել եմ։ ես մինչ այդ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, մեր հովանավորներին աջակցության համար։ Մեր նախագծի գործընկերն է Monte Market, հայկական տեսականի թարմ միրգ բանջարեղեն եւ իհարկե խորոված։ Մի խոսքով այդ ամենը հենց Monte Market-ում է, որը գտնվում է Նորթ Հոլիվուդում, Վիկտորի Բուլվարդ, անպայման իհարկե այցելեք, որովհետև եթե ուզում եք այն ամեն ինչ գնեք այնտեղ հայկական լինի, գտնվեք Հայաստանում, ապա անպայման Monte Market-ը ձեզ համար է 818 855 1188 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը հրաշալի վայր, որտեղ ոչ միայն լավ ժամանակ եք անցկացնում, այլ նաև շատ օգտակար, որովհետև այստեղ տաք հանքային ջրերի լողավազաններ կա, որտեղ նույնպես կարող եք օգտվել այդ ամենից, ինչպես նաև բարձրակարգ շատ սպասարկում, շատ մաչելի է ամեն ինչը յուրահատուկ մի դրախտավայր է իրոք, որը գնաք ինքներդ դրանում կհամոզվեք։ Հեռախոսահամարն է 760 329 60 33 Եվ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, եթե դուք ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն, ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են շատ երկար տարիներ, մարդկանց օգնել են եւ վերադարձրել լիարժեք կյանքի։ 911 Detox Center 409 900911 Գևորգ ջան, Արմեն ջան, Սիրելի հեռուստադիտողներ, վայելենք հենց այս պահին AMJ հեռուստանգիրության ուղիղ եթերում, Armenian Evening հաղորդաշարի ընթացքում ուղիղ եթերում Գևորգ Չակմանյան, սիրո ճամփով, որովհետև սիրո ճամփա է, այո, դեպի այս համերգը, Օֆելիա Համբարձումյանի նվիրված, 100-ամյակին նվիրված այս հրաշալի երեկոն, այո, սիրո ճամփեքով, սարի ճամփեքով հասնում ենք եւ վայելում ենք։ Հավասի, մեր հավասու ստեղծագործություններից, հա։ Ահա, պատրաստ եմ, ես կարմիրը միացրել եմ։ Այո, եւ խնդրեմ լսենք եւ վայելենք։ Ահա։ Չա Այսել ես գիշերով, բա ճամփեքը ճամփով ալվան Yaylaları şar ve şaram Sarı çampovalı alvan Yaylaları şar ve şaram Eştapmen barbırmelu Saxatlancin barçırlera Bar yegox kok barin mermen Kosirats zor sarin mermen Katnaq bürin zlançırov Hovatsats jingarit mermen Katnaq bürin zlançırov Hovatsats jingarit mermen Ja Հակելենա գարնան տարած Բարձրանում են վերնազենաց Հակելենա գարնան տարած Բարձրանում են վերնազենաց Իրիքնադեր երկասելով Դում կդարնան խիստվազևաց Ըշտապով են
կացով յարս երեսին քրդից հողյարս գիշերվա լուսին չիման արևով կացով յարս գիշերվա լուսին չիման արևով կացով յարս Հելենալ գարնան տարաս բարձրանում են վերնազենազ Հելենալ գարնան տարաս բարձրանում են վերնազենազ Իրիկ մատեմ երկասելով դու գդարնաս խիստ վազևազ Ըշտապովը կացով յարս երեսին քրդից հողյարս գիշերվա լուսին չիմանա արևով կացով յարս գիշերվա լուսին չիմանա արևով կացով յարս Գիշերով էս ճարի Այո, շնորհակալություն Գևորգ ջան։ Այո, այսպես պետք է լինի նախագիշերական երեկոները, որովհետև հայկական երեկո Armenian evening թող բոլոր տներում, բոլոր օջախներում այսպիսի երեկոները լինեն հնարավորինս ուրախ։ Փորձենք փոքրիկ ուրախությունով ստեղծենք իրոք մի տոն մեր բոլոր օջախներում, չէ Գևորգ ջան։ Սիրով։ Շնորհակալ եմ քեզ անչափ, քեզ շնորհակալ եմ քո դու նույնպես քո նախագծով ստեղծում ես տոն, որովհետև այո։ Սիրով սպասում եմ սիրելի ժողովուրդ ապրիլի 10-ին երեկոյան ժամը 7-ին Ալեքս թատրոն իրոք մի պատմական հիշարժան օր ունենանք միասին Օֆելիա Համբարձումյան երևույթ անկրկնելի երգչուհու երեկոյին սիրելիներս Մերսի շատ։ Սիրելի հեռուստադիտողներից մենք արդեն հանդիպելու ենք 5-շաբթի ժամը 22:30 իհարկե AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Այս հրաշալի երեկոն դիտեցիք, հիմա կարող եք հանգիստ պարկել քնել, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ։ Հաջողություն։ Lido Palms Resort and Spa. Оздоровительный центр Desert Hot Springs недалеко от Palm Springs предлагает вам незабываемый отдых. Открытые и закрытые бассейны, джакузи, горячая минеральная целебная вода, специальный массажный кабинет, спа и бесплатная парковка. В оздоровительном центре 10 отдельных номеров, оборудованных всем необходимым для полноценного и качественного отдыха, включая санузел и кухню. Ванны с горячей минеральной водой полезны при болях в костях, отложениях солей, проблемах с нервной системой и многих других недугах. Прекрасный целебный отдых в оздоровительном центре Lido Palms Resort and Spa. Бронируйте номера заранее по телефону 760 329 60 33. Նախագծի հովանավոր 911 Detox Center Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ Անի ջան, էսուր։ Մոնտե Կառլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ, նոր Հոլիվուդով, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համով խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։